որպեսզի իրավապահարիները կարողանան ինձ գրավել որպես մեղադրյալ։ Կանանքի ոչ, ես ենթադրում քաղաքական ճնշումների։ Դուք ասել եք, ես չեմ հասկանում։ Դուք ասել եք, որ բացահայտումներ եք։ Ասեցի, որովհետև ես վարչապետի հետ անդամ եղել եմ այսպես կոչված ընդդիմախոսի դիրքերում, իսկ ես եթե այն ժամանակ քննարկում էինք թե ինչու է ինքը Արտակ Զեյնալյանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը, որ անվստահություն հայտնի որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց էր, բայց ինքը դա չի մոռացել, պարզվում է։ Եվ որ օրինակ Հակոբ Արշակյանն ասաց, բայց դեպքում ինչ եք դուք 3 անգամ պատգամավորի թեկնածու եղել, ցուցակում եք։ Որովհետև այս ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօր Նիկոլ Փաշինյանը չէր։ Այս ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանին, իրանք էլ իրաց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ, որ վերաբերմունքա քեզի կարգին պայի, ես ինչ կարգին չեմ պայել, չեմ պայելու։ Հիմա փաստորեն այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանն էր, Հիսուսի հետ համեմատությունը ճիշտ էր, հիմա այն ինքը առնչություն չունի Հիսուսի հետ։ Ես Հիսուսի հետ չեմ համատել իրան։ Ես ասել եմ, ասնեք հաստատելու համար։ Ես ասել եմ, սիրելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ խնդիր։ Բայց հիմա փոշմանել։ Ոչ, չեմ փոշմանել։ Ես միջև հայտնի դեպքերը իմ բոլոր ինչ որ արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուսակցությունը ես դա դերեմ։ Հիմա ինչ է կհամատեք Փաշինյանին։ Հա? Ում հետ կհամատեք Փաշինյանին։ Հիմա կհամատեմ Վազգեն Սարգսյանի, երկրորդ Վազգեն Սարգսյանի, Վազգենի հետ կհամատեմ։ Ինչով է նման։ Հա? Ինչ հարաբերության եզրեր ունեն։ Հիմա ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան եւ իմ գրքի մեջ գրել եմ այդ ամենի մասին։ Մեկը Վազգեն Սարգսյան, մեկը Վազգեն։ Վազգեն Սարգսյանը այն պայծառ լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար հելա պայքարի կռվի եւ այլն։ Այո։ Երկրորդ Վազգենը դա թե պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքել չենք թողնի գարիշխանության։ Դա նույնն էր, ինչ որ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել Վարչական դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Դրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ, սպանեցին։ Շտետենակի չառնելու վերջը։ Կարողանում եք ապացուցել ձեր անմեղությունները։ Ես չեմ կարող իմ անմեղությունը ապացուցեմ։ Իրանք պիտի ապացուցեն, որ ես մեղավոր եմ։ Բայց տեսեք, Տիկին դատախազը ինչ ասեք, բանը գրագետ ձևով որ խոսում է, նույն ալեհավաքի տակ են եղել Աշոտի, Աղազարյան Հովիկի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսները։ Բայց գրողը տանի ալեհավաքները չեն սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, ալեհավաքները սպասարկում մեծ տեղ, որտեղ կարող տասնյակ մարդիկ լինեն եւ կարող է, չէ, մի 20 մետրի վրա ինքը մեքենայի մեջ նստած լինի, եւ ես տեսած չեմ, այդ ուրիշ բան, եթե հենց հիմա են բանա վերահսկում, հենց հիմա գիտեն, այդ դեպքում մետրի ճշտությամբ գիտեն թե Աղազարյան Հովիկը որտեղ է, դա ուրիշ բան է, բայց երբ որ վերցրել են այդ վիվասելա ինչը, վերցրել են թե ես ում եմ զանգել, որտեղ եմ զանգել, այդանով են հայտնաբերել, որ այդ ժամանակ մեկ եղել եք նույն ալեհավաքի տակ, միգուցե ավտոյի մեջ է եղել, ես ոչ չեմ տեսել, եւ դա բերում է ապացուցողական հիմք է դրում, դատախազը դա բան անընդունելի է։ Պարոն Աղազարյան, նորից եմ ասում, Արամ Մկրտչյանը 5 տարի դատալիքսով 5 տարի դատապարտված է եղել խարդախության համար 11 թվականին, 19 թվականից իր նկատմամբ դատական բանը գործընթացը գնում է, մինչև այս պահնագնում վերջի դատը պիտի բան չէ, եւ ներողություն եւ ինքը բանը մի տարի առաջ հանգիստ լքել է Հայաստանի Հանրապետության սահմանները։ Պարոն Աղազարյան, դուք ձեզանից ինչ վտանգ եք մեծ ներկայացնում ձեր թիմի համար։ Ինչ ինֆորմացիա ունեք դուք, որ ձեզ այսպես ուզում են ճնշել, մեկուսացնել։ Եթե ձեր հարցը թարգմանենք հայերեն, ցես կլինի, պարոն Աղազարյան, այդ բալամ, դուք քեզանից ինչ ես ներկայացնում, այ համարյա ոչնչություն։ Քեզանից երակները տենց է։ Ինչ ես ներկայացնում։
որ երկրի վարչապետը այդքանից ներկայացնում են, որ անցած տարի այս ժամանակ մենակ ես հարց լուծեցի խմբակցությունով իր դեմ։ Իմացա՞ր։ Եվ հիմա նույն ձևով կարող պատահի, եւ հիմա Եվրոպե, չեմ ասում։ Եվ հիմա էլ նույն ձևով կարող պատահի էլի ես մենակ իր տեսակետի դեմ, միգուցե ինքնա ճիշտ է, չգիտեմ։ Ես էլի հարց լուծեի, եւ հետեւաբար ասած է, բախոտ պատահական չի լինում։ Չէ, դուք ակնարկել եք, որ խաղաղության պայմանագիր ինչ-որ փաստաթղթեր, դրա հետ կապված։ Եթե Ալիևը ասում է, որ Տիգրանաշենը պիտի տաս մեզ, Արցախաշենը վերցնես ձեզ, չգիտեմ, այդ ասма թե չի ասում, երկրորդ մասը։ Իսկ Տիգրանաշենը մեր շրջանի գյուղը, ես ճանաչում եմ, գիտեմ այդ գյուղը ինչ վիճակում է գտնվում, ապա դա խաղաղության ձգտող հարևան պետության նարատիվ չի։ Եթե Ալիևը ասում է, որ փախստականները պետք է վերադառնան Սումգայիթ, Արցախ, Բաքու հայերը, ադրբեջանցիները ստե պետք է վերադառնան, ապա դա խաղաղության նարատիվ չի, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, այդ արյունը չի չորացել, դրանք կլինեն էսկալացիայի, նոր էսկալացիայի հիմք եւ հետեւաբար իմ անհանգստությունը 3 տարի անընդհատ եղել է դա, եկավ հասանք այս օրերին եւ բարձում է, որ դա բոլոր դեպքերում այդ հարցը կա։ Համենայնպես ադրբեջանական կողմը այդ հարցը բարձրացնում է։ Միայն այդ ինֆորմացիան է, որ դրանից այդ մասով են ձեզանից վախենում, ուզում հասկանալ, կա մի բան, որ մենք չգիտենք, ոչ, ես իմ անհանգստությունը այդ հարցերի շուրջ է, եւ դուք խնդրում եք այդ հարցերից կա թեթև մի նայեք, Չեմ, որը բացահայտ ամենևս չի։ Խմբակցության լիստ են հիմա այդ հարցն է ձեր կարծիքով։ Այսինքն ներքին խոհանոցում ամեն դեպքում Տիգրանաշենի բանի հարցով ձեր արժեք փակագծեր բացել են, որ եղել է նման պահանջ Ալիևի կողմից։ Դե բոլորը գիտեն, դա բան չի, գաղտնիք չի։ Բայց իրենք երգում են, ասում են դեռ անկլավների հարց չի քննարկվում։ Անկլավների հարցի քննարկումը դա բանը հասկացվում է սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացի մեջ։ Դա տրիվիալ է։ Ընդ որում կարելի է վերջին հաշվով դանել համաձայնվել, բայց դրանից հետո արդեն մնացածը դառնալու է խաղողապար եւ ամեն ինչ շատ վատ լինելու։ Պարոն Ազարյանցիկը ձեզ չեզոքացնում է, որպեսզի մյուսները հանկարծ չհամարձակվեն։ Բայ իհարկե, որ ես հիմա հերոսի կինոյի տղեն չեմ, էլի կան չէ պատգամավորներ, խմբակցության մեջ, որոնք ասենք տեսակետներ ունեն, բավականին ինքնուրույն աններ չեմ տա կան, չէ, հետևաբար իմ հորաճնշումը պայմանավորված է նաև դրանով, բայց Փաշինյանին հարնում են իրենց այսպես մտահոգությունները այս հայ-ադրբեջանական հարաբերությունները, դա խաղաղություն։ Դե հիմա ստեղյակ չեմ արդեն, ինչպես գիտեք։ Խմբակցության լիստերի ժամանակ եղել են մարդիկ, որ իրենք համարձակվել են ասել, որ այս խնդիրները են։ Իհարկե։ Եթե ընդդիմությունը իմպիչմենտի հարց բերի ազգային ժողովին, չէ՞ կարծում, ԿՊ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարձակվեն կողմ քրեալ։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչպես եք։ Չէ, վերել բանը, ես խանգարեմ, եթե արտահերթ եւ կամ հերթական ընտրություններում, ասենք պարոն վարչապետը փոխի վերարտադրվի, այդ ժամանակ ես խանգարեմ, բայց ես նաեւ սկզբունք ունեմ ներողություն եմ խնդրում, ես ինքս բանը Ռոբերտ Քոչարյանը Սարգսյան առանցքին ես չեմ։ Հա?